Վերջին 5 տարիներին բուռն զարգացում է ապրել արևային էներգետիկան եւ արդեն 2025 թվականին մենք հասել ենք էներգետիկայի զարգացման ռազմավարությամբ նախատեսված 1000 մեգավատ հզորությանը։ Այս մասին էներգոխնայողության միջազգային օրվան նվիրված ասուլիսում ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը։ Նրա խոսքով կառավարության որդեգրած էներգետիկայի զարգացման ռազմավարությունը մինչև 2040 թվականը ներառում է վերականգնվող էներգետիկայի ներուժի առավելագույն օգտագործումը։ Արևային էներգետիկան դարձել է ոլորտի ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը, սակայն դրա հետ մեկտեղ առաջ են եկել նաև համակարգի կառավարման որոշ բարդություններ։ Նորապես դրանց թվի զարգացումը որոշակի դժվարություններ է ստեղծել համակարգի էներգետիկ համակարգի օպերատիվ կառավարման տեսանկյունից, սակայն դա չի նշանակում, որ արևային էներգետիկայի եւ ամբողջ վերականգնվող էներգետիկայի զարգացումը կանգնելու է եւ մենք կառավարությունը եւ նախարարությունը փնտրում են ուղիներ, որպեսզի հնարավորություն ընձեռնի այդ մասնաբաժինը էլ ավելի շատացնելու։ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը նախատեսում է մինչև 2026 թվականի առաջին եռամսյակն ավարտել օրենսդրական փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան ներդնելու կուտակիչ կայաններ։ Ըստ նրա, նոր մեխանիզմը թույլ կտա կուտակել արևային կայանների կողմից արտադրված ավելցուկային էլեկտրաէներգետիկան եւ օգտագործել այն ժամերին, երբ սպառումը բարձր է։ Անդրադառնալով արևային համակարգերի տեղադրման սուբսիդավորման ծրագրին, Աբրահամյանը նշել է, որ այն գերազանցել է բոլոր սպասելիքները։ Շահառուների թիվը հասել է ավելի քան 34,000-ի, մինչդեռ սկզբում նախատեսվում էր ընդամենը 1000-ից 2000։ 2022 թվականին, երբ որ ծրագիրը ներդրվեց, ինքը նախատեսված էր սկզբնական շրջանում մի տարով եւ դրա համար 2022 թվականին պետական բյուջեից հատկացվեց 40 միլիոն դրամ սուբսիդիա, սակայն վերջի տարին արդեն միլիարդավոր դրամների պետության կողմից սուբսիդիա է հատկացվում եւ դեռ պետքա շուրջ 7 տարի, քանի որ ինքը վարկավորման ծրագիր էր եւ սուբսիդիան տրամադրվում էր վարկի ամբողջ ժամանակահատվածի համար, դեռ պետք է 7 տարի ծրագրի պետական բյուջեից, այսինքն նման մասշտաբի սուբսիդիա հատկացվի։ Ծրագիրը հաջողություն է գրանցել հատկապես Արարատի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերում, որտեղ շահառուների թիվը նույնիսկ գերազանցել է Երևանի ցուցանիշները։ Շատ քաղաքացիներ արդեն առաջին ամսից նկատել են իրենց կոմունալ ծախսերի նվազում, շնորհիվ էներգոարդյունավետ վերանորոգումների եւ արևային համակարգերի տեղադրման։ Նա նաեւ հավելել է, որ պետությունն Ասիական զարգացման բանկի հետ մշակում է 150 մեգավատ հզորությամբ հողմային կայանի կառուցման ծրագիր Շիրակի մարզում։ Իրականում պետությունը ինքը չի կանգնեցնում որևէ վերականգնվող էներգետիկայի, քանի որ վերականգնվող էներգետիկ ռեսուրսը ինքը տեղական ռեսուրս է, այսինքն մենք մեծապես կախված ենք ներգրվող էներգակիրներից եւ այս պահին պետությունը ուղղակի ստիպված է գնալ այս քայլերին զսպման մեխանիզմներ ներդնելի նկատի ունեմ, սակայն դա չի նշանակում, որ պետությունը կանգնացնում է վերականգնվող էներգետիկայի զարգացումը, այլ պետությունը աշխատանքները շարունակում է։ Աբրահամյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է իր պարտականությունները Եվրամիության հետ ստորագրված ՍԵՊԱ համաձայնագրի շրջանակում, ներդաշնակեցնելով օրենսդրությունը ԵՄ էներգախնայողության եւ էներգոարդյունավետության պահանջներին։ Վերականգնվող էներգիան մնում է կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը, ուղղված երկրի էներգետիկ անկախության եւ կայուն զարգացման ապահովմանը, հավելել է նա։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։